Բարեձեզ, Վարդան Վարդանյան, Vivitalks. Այսօր մի քիչ խոսանք Ամերիկայում ինչա կատարվում Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատերազմի հետ կապված։ Նախկին իմ հաղորդման ժամանակ, երբ որ խոսում էի Տրամպի մակում իր ճառի մասին, որից հետո ինքը դուրս եկավ եւ լրագրողների հետ այդ խոսակցության ընթացքում ասաց, որ ոչ թե սովորական, ինչպես միշտ ասում ա, թիաստապած եմ ինչա կատարվում Պուտինից, որ չի անում ոչինչ եւ այլ, ինքը ասաց, որ Ռուսաստանը ուժեղ երկիր չի, Սկանդարիա պատերազմանում չի կարողանում հողեր գրավի, պատկերացնում եք 1% գրավել ինչ որ եւ այլն, եւ առաջ չի կարողանում շարժվի եւ մեծ զոհեր է տալիս եւ այլն։ Խոսքով է ստատիստիկան ստերեոտիպին իրան առաջ չէին ասել, հանգարց իմանալով իր մոտ իր գլխի մեջ մեծ հեղափոխություն առաջացավ։ Նաեւ ավելացրեց, որ իր կարծիքով Ուկրաինան կարող է հաղթի, Ուկրաինան կարող է բերի իր կորցրած հողերը, ելը մի բան էլ ավել, այդպես էլ ասեց։ Այդ մի բան ավելն արդեն պարզ չէր, ինչի մասին է խոսքը։ Համենայնդեպս, հիմա նստենք, տեսնենք, թե ինչ արձագանք կլինի Ռուսաստանից սրա մասին, հեռուստացույցային կանալներով եւ այլն։ Երկու օր ոչ մի ձայն չեղավ, հետո դուրս եկան առաջի բանը, ինչպես սպասվում էր, Սալավիովը եւ այլն, Սենց վրթովմունքով թե ինչի տեղ է իրան դրել, որ տենց բաները ասում, ով է իրան հարցնում եւ այլն այսպիսի ձևով։ Անցավ եւս մի երկու օր, լրիվ տարբեր ձևի հանգարց դուրս եկան, արդեն այդ վրթովմունքը չկար, որ հեսա մենք ձեզ ցույց կտանք, պետք եղավ կխփենք Ամերիկային, ցած բաներ էին խոսում։ Հանգարց մեղմացավ ամեն ինչ։ Տրամպը դեղ որտեղ կրկնեց այս նույն գաղափարը, որ Ռուսաստանը ուժեղ չի, թույլ է Եվ դա ասեց, որ it's a paper tiger, այսինքն թղթե վագրը, այսինքն ոչ իսկական, այդ արտահայտությունը վերաբերում է այդ սուտ ուժին, մեկը որ իրան ցույց է տալիս մի բան, որ չի էլի։ Եվ նույնիսկ Պեսկովը դուրս եկավ, ասեց, որ Ռուսաստանը ասոցացվում է արջի հետ, ոչ թե վագրի հետ, իսկ ինչպես գիտեք, թղթե արջեր չկան, մենք իսկական արջ ենք, այսինքն մենք իսկապես վտանգավոր գազան ենք։ Բայց Տրամպը արդեն այդ ասել էր ասում են եւ էլ հետ գնալ չկար, հարցերը տալիս էին, սկսեցին մի քիչ պրպտել ու պարզվեց, որ դա դատարկ խոսքեր չեն, որտեղ Տրամպը Զելենսկուն ասել էր ինձ ցուցակ տուր, ինչ զենքեր պետք ունես։ Զելենսկին էլ էուֆորիայի մեջ շատ էր ուրախացել, ոչ թե միայն այն, որ արդեն հետախուզական տվյալները տալիս էին առանց մեծ ահունքի զենքեր էին ուղարկում եւ այլն, դրանց որի համար Եվրոպան ավճարում, այդքանը չի փոխվել, Տրամպը դեռևս ձրի բանել չի ուղարկում, ինչպես Բայդենն էր անում, բայց ամենայնպես գալիս է զենք, ինչ կարևոր ով ավճարում դրա համար ուկրաինական տեսակետից եթե նայեք։ Այնքան ուրեմն Զելենսկին իրան սկսեց լավը զգալ, հա, քաջը զգալ, որ ինքը նույնիսկ երբ որ հարց եղավ հերթական ռմբակոծումից հետո Ռուսաստանը դրոններով խփեց եւ հիմա որտեվ կարողացել են արտադրությունը այդ շախեդների ռուսական ձևի պարսկական արտադրությունը մեծ հիմքերի վրա դնել, արտադրում են արդեն հազարներով, հա, տասնյակ հազարներով եւ կարողանում են ամեն անգամ սկզբում ընդամենը 40 հատ դրոն էին ուղարկում, հիմա արդեն հարյուրներով են ուղարկում, հա, մի անգամից կարող է 700 հատ դրոն գա Կիևի վրա, այդքան մեծ ավերածություն անի, եւ մի խոսքով Զելենսկուն ապաստարանի մասին խոսքը գավ, ինքը շուտովեց, որ Մոսկվայում էլ սովորեն իրենց ապաստարանները որտեղ են, ամեն մեկը պետք է իմանա, որովհետեւ պատասխանը գալու է։ Եվ սա իհարկե ապացույց էր կոնգրեսական գլխի մեջ, որ այստեղ լուրջ է, ինքը այդպես բաներ չէր ասի։ Եթե կարելի էր մեկնաբանել Տրամպի ասածներ դե էլի մի բան ասում է, հետևից ոչինչ չկա, բայց եթե Զելենսկին այսպես բաներ ասում արդեն, դա նշանակում է դա պարապ խոսքեր չէ։ Պատասխանը այն եղավ, որ ուրեմն մենք այն ինչ որ ասում էին իրենց հերոստատային այսպես ասած փորձագետները, որ կանգնած խոսում են եւ այլն, մենք Ամերիկային էլ պետք է լիք խփենք, այս կանենք, դրա փոխարեն սկսեցին փապկել եւ հանգարց Պեսկովը սկսեց Պուտինի անունից ասել, որ Պուտինը շատ գնահատում է իր լավ հարաբերությունները Տրամպի հետ, շատ մեծ հարգանք ունի նրա նկատմամբ եւ այլն եւ ամենահետաքրքիրին չէր, որ մենք պատրաստ ենք բանակցել
Այն ինչ որ առաջ ինքը երբեք չէր ուզում բանակցել Ուկրաինայի հետ, ել չասեմ Զելենսկու հետ հատկապես, որտեղ դա իր արժանապատվությունից ցածր է, բայց իհարկե ինքը ասում էր, որ նա լեգիտիմ երկրի ղեկավար չի, որտեղ ընտրությունների չի գնացել։ Պատերազմի ժամանակ չեն անում ընտրություն, բայց դե համենայնդեպ պատճառներ էր բռնում, ինչու ինքը չպետք է խոսա ուկրաինացիների հետ, ինքը կարծում էր, որ պետք է ինքը բանակցի միայն Տրամփի հետ, դե մեկ-երկուսով կնստենք կորոշենք, թե Ուկրաինան ոնց ենք բաժանում կամ ով ինչ է ստանում, այս ընդհանրապես այս զոնայում, այսպես ասած, ով ինչ ազդեցության զոնաներ պիտի ունենա, Յալտայի ոնց որ հանդիպման նման դեղ Ստալին, Ռուզվելտ, Չերչիլ եւ այլն ստեցին որոշեցին, կամ հիմա այլ ձևի ես ձեզ հետ կորոշեմ, ինչ կապ ունի ստեղ Ուկրաինան։ Հանգած փոխվեց այս բոլորը։ Եվ այս հայտարարեցին, որ իրենք պատրաստ են Ուկրաինայի հետ բանակցել։ Դե եթե Տրամփն ուզում է թողնել մասնակցի, ոչ մի խնդիր չկա, մենք շատ ուրախ ենք։ Հսկայական փոփոխություն է ռուսական իրենց position-ի մեջ, թե ոնց են իրենք խնդիրը տեսնում այլևս, եւ դա ամբողջը սկսվեց դրանից, Տրամփի մի խոսքով, փաստորեն։ Իսկ այդ իհարկե կազմված եղավ այս ծանր այսքան 3.5 տարի հետո նոր ինքը սկսեց հասկանալ ում այդ գործ ունի եւ այդ ամբողջ Պատյոմկին village, որ ասում են Պատյոմկինի գյուղը, որ սա ֆաներայով սարքած սուտ բաներ են դրանք, վերջապես իր գլխի մեջ Տրամփի գլխի մեջ սկսեց տեղ գտնել։ Արդյունքը միանգամից տեսանք։ Ոչ ոք չի կարծում, որ այնտեղ հիմա Ռուսաստանը միանգամից հանձնվելու է, որտեղ հանձնվելու միշտ ասել եմ իրանք այդ երբեք տեղ չունեն, բայց դա իր հետևանքներն է ունենալու, որտեղ ինչքան գնում է, իրանք թուլանում են, տնտեսությունը արդեն քանդվում է։ Այո, կարողացան դրոններ սարքել, բայց դա տիպիկ բան է, չէ՞, պրիմիտիվ դրոն ինչ է, օդանավոճի, որտեղ մեծ ինչ-որ հզոր կոմպյուտերներ, չգիտեմ ինչ պետք է ունենաս, տեխնոլոգիաներ պետք է ունենաս եւ այլն։ Դրոնը Ոսանում բանի պիոներ պալատի ինչ-որ մի ակումբի մակարդակի թռչող սարքա դա, որը հազարներով կարող է սարքեն, տիպիկ ռուսական բան, հազարներով պրիմիտիվ զենք սարքի եւ մեծ զոհերի գնով ինչ-որ պատերազմներ բխի։ Մի տարբերությամբ, որ հիմա չկա դաշնակիցների այն տեսակը, որ իրենք ունեին երկրորդ համաշխարհային պատերազմում, այսինքն լենդ-լիզ չկա իրենց, ծրի զենք տվող չկա իրենց, ծրի մատերիալներ տվող չկա, պայթուցիկներ տվող չկա, որ ամերիկան տալիս էր տոննաներով ամբողջ զենքի բոլոր, այսպես ասած, վարուտը, ոնց ուզում եք ասեք, որ գալիս էր Ամերիկայից եւ այլ, չասեմ այլումին պողպատ օդանավեր, տանկեր, մեքենաներ, թփկամի ֆորեր եւ այլն։ Այս հիմա չկա։ Չինաստանը, որ իբրև թե իրենց հիմա դաշնակիցն է, իրենց ոչինչ չի նվիրում։ Ամեն ինչ պիտի առնես եւ պիտի առնես թանկ գներով։ Մոսկվայի մեյր Սաբյանին ինչ էր բողոքում, որ մենք կարծում էինք այս չինացիները մեր բարեկամն են, բայց մեզ վրա ամեն ինչը ծախում են քառակի գնով եւ այլն։ Եվ ուրիշ բան չինացիները դել ասեմ, որ չեն ծախում համակարգեր, որ դու կարողանաս արտադրություն դնես։ Չեն ծախում մասեր, որ դու կարողանաս ուղղակի բերես քո մոտ հավաքես։ Եվ փաստորեն արտադրության ինչ որ մի մասը դու անես։ Քեզ ծախում են միայն վերջնական պատրաստի product-ը, ինքը չի ուզում որ դու անես։ Երբ որ փորձում էին լադան փրկեն կամ Մոսկվիչի գործարանը փրկեն, չինացիներին ասում են մեզ տվեք մասերը, մենք ստեղ Մոսկվիչ կհավաքենք։ Չարեցին այդ։ Ստիպած ամբողջ մեքենան չինական գալիս էր, վրան միայն անունն էին փոխում, չինական անունը փոխում էին, մի հատ բան էին կպցնում իրեն, անունը դնում են, որ իբրև թե իրանց արտադրած։ Իրականում ամեն ինչը մեջ, ամեն ինչը չինական էր։ Եվ չինացիները դա պարզ ասեցին, մենք մեզ շահավետ չի, որ մենք ձեզ մոտ տնենք արտադրությունը, մենք ենք աշխարհի գործարանը, ոչ թե պիտի շուրգակ հիմա ձեզ սարքենք արտադրության կենտրոն, մեզանից առեք, դա է մեր ուժը, որ մենք ենք սարքում, մենք ենք ծախում։ Եվ փաստորեն Ռուսաստանը մնաց այդ վիճակում, որ չէ, ում վրա լրիվ հույս էր դրված, Չինաստանի վրա չի աշխատում այլևս։ Այդ իմաստով։ Չինաստանը այն նավթն ու գազն որ առնում է, երկը գիտեք, շատ էժան գնով առնում, շուկայական գները չեն, ինքը մեծ դիսկաունտներով առնում։ Դրանից բացի Հնդկաստանը, որը էլի առնում էր էժան եւ Տրամփը հիշում եք ինչքան ճշում կործացեց մոդիի վրա, որ դու ինչ ես
իրաց փող տալիս բան եւ այլն մոդին այնքան գործ հասավ որ վիրավորվեց նույնիսկ գնաց այդ կինում այդ հանդիպմանը ցույց տալու համար որ ես նեղացած եմ քեզանից եւ ընդհանրապես պետք է ճունեմ ձեզ թվում էր թե Հնդկաստանը լրիվ փոխվեց Ամերիկայից եւ միացավ չինա-ռուսական այս խմբին անցավ ինչ մի շաբաթ երկու շաբաթ հետեկան ասեցին դե լավ ասում եմ չեք ուզում նավթը առնենք ռուսներից բակոնը մի բան արեք մենք չենք ուզում լրիվ գին վճարենք իրանք էժան են ծախում նույն այդ սանկցիաները կան իրանական նավթի վրա եթե ձեզ համար կարևոր է որ Ռուսաստանից չառնենք գոնե սանկցիաները մեզ բացառության կարգով թույլ տվեք որ առանց սանկցիաների տակ ընկնելու այսինքն մեր բանկային համակարգը եւ այլն մենք կարողանանք Իրանից առնենք այդ նավթը էժան գնով մանավանդ որ Իրանը կողք գնա Ռուսաստանից չենք առնի Հիմա դրա մասին են մտածում, ինչպես կա ոնց պետք է լինի։ Այսինքն Հնդկաստանն էլ ինչ որ մեծ վիրավորված թատրոնը սարքելուց հետո վերադարձավ ասեց, որ լավ, հիմա դրանի մի հատ ձև գտնենք։ Դե իրանք լավ բանակցող են, առևտրի մեջ մանավանդ վերջին հաշվով հիմա ամենալավ դիլն են ուզում Ամերիկայից փոխեն, սա մասին է գնում։ Հիմա երկու տեղից են իրանք օգտվելու են բոլոր դեպքերում, բայց գոնե Այսինքն Պարսկաստանից այս ռոպեինտի առնեն, հիմա դրա դեմ Իսրայելը իհարկե չի ուզենալու, որ այդ լինի, բայց համենայնդեպս տեսնենք Ամերիկան ինչ կասի սրա մասին, բայց այս պատմության ամբողջ իմաստն է, որ Ռուսաստանը ստեղել է կորցնում։ Այդ ամբողջ թատրոնը, որ սարքեցին այդ իրենց ոչ մի այսպես ասած նպատակ չունեցող այդ կազմակերպությունը իրականում չի աշխատում, դե աշխատողներ Տապոնորը մի բանինք վերածվել, հիմա չի վրա, տեսնում ենք, որ չեղավ։ Էդ էլ այդպես եղավ։ Paper Tiger-ի պատմությունը եւ այդ էլ վերադառնամ դրան, խոսքը երբ որ հիշում եք, խոսացինք դրա մասին, որ տրոններով խփել էին այնտեղ, վարկել էին Լեհաստանի վրա, 19 հատ եւ այլն, հետո 3 օթանավ թռել էր բանի վրա, Էստոնիայի օթային տարածքներին ներխուժել, բավական երկար մնացել էին, երբ որ խոսք եղավ, ինչ ես ասում դրա մասին, Տրամփի մասին խոսում, ինքն էլ նստած էր այդ ժամանակ Էրդողանի հետ, Էրդողանը եկել էր Ամերիկա, ինչպես հիշում եք, էլի այդ կապված է ՄԱԿ-ի, բայց առանձին սպիտակ տանը հանդիպում ունեցան, Շուրեկավ ասեց, այս մարդու պես պետք է լինեք, երբ որ ձեզ գալիս են ձեր տարածքը, խփեք այդ օթանավներին կամ ինչերին, ինչ որտեղ ուզում էր ինքը Էրդողանին էլ կոմպլիմենտ աներ, որ դու ուժեղ մարդ ես, բայց նորից եմ ասում, Տրամփը շատ է սիրում այդ ուժեղ մարդկանց, հա, ճակերտավոր։ Եվ քիչ էր կոպիտ էր խոսում, ասում, օրինակ, դե սրա նման եղեք, այսպես պետք է նա, this one տենց էր խոսում, այդ ձևով էր խոսում, սրա նման։ Եվ դրա արդյունքը եղավ, որ իսկույն Հայաստանի պրեզիդենտը ասեց, հա, տենց էլ անելու ենք։ Հանկարծ քաջություն ձեռք բերեց, այն որ միջով մի երկու օր առաջ ասում էր, չէ, պետք է նայենք, արդյոք այդ դրոնը կամ այդ օթանավը, որ ներխուժել է մեր օթային տարածքը, դա իսկապես կարող է վնաս կա թե չէ, ես ինչ իմանամ դա սպառնալիք է թե չէ, դա դուր է թռնում, ասես բաներ են ասում, որ յանի մենք չենք ուզում պատերազմ առիթ այդ պրովոկացիան դարձնենք իսկական պատերազմական գործողությունների խթանող ինչ-որ բան, առիթ ստեղծելու, տենց բաներ են ասում։ Հիմա այն ինչ-որ հանգարց քաջություն ձեռք բերեց, ասաց, հա, խփելու ենք, եթե գա, այո, թող չուղարկեն, թող իրանց դրոններն ու օթանավները ընդհանրապես մեր սահմանի մոտ չլինեն, ինչի պետք է 19 հատ դրոն կա իմ երկրից վրա կամ եւ այլն։ Ու մի խոսքով էֆեկտը միշտ անդադ, այսինքն ցույց տվեց, որ երկու բան, ինչպես անգամ ասեցի, մի անգամ ես խելոք բանանում, ես այդ разведка boye մտան դեր իմացան ռեակցիան ինչքան վատ էր լեհական ավիացիան ժամանակին չբարձացավ ժամանակին չկարողացան դրոններ խփեն եւ այլն այդ ամբողջ տախուզությունը արեցին պաստորեն լեհական ռազմական ուժերի ունեցած եւ չունեցած հնարավորությունների վերաբերյալ բայց արդյունքը եղավ որ լեհերն էլ իմացան իրենց բոլոր թույլ կողմերն ամբողջ ՆԱՏՕ-ն իմացավ իրենց ռեակցիայի եւ ամբողջ ունակությունների մասին եւ սկսեցին ուղղել սխալները ուժեղանալ 1 այսինքն մեկ որ դու ուզում ես մի բան իմանաս ճշնամու մասին դու պետք չի անպայման որ նա իմանա թե ինչքան դու շատ բան ես իմացել կամ ինչքան վատ է իրանց վիճակը դա պետք չի ուժ բան անի բայց ռուսները միշտ այդ գործի մեջ շատ լավ են վախացնելու գործը իրանց համար մեկ գործն է շատ լավ են անում
Այն Խրուշչովի ժամանակ սկսած են հրթիռները, որ միշտ բան էին անում, ոնց կարծում էին կարմիր հրապարակով, մինիկանը կարծում էր, որ ես ինչ գիտեմ հարյուրներով միջկոնտինենտալ հրթիռներ ունեն, այն դեպքում նրանք երկու հատ ունեն։ Anyway, այս բոլորը վերջացավ նրանով, որ Ուկրաինան ստանալու է ավելի շատ զենքեր, առանց արդեն սահմանափակումների, ասում եմ փողից մունատ, եթե փողը կա, Եվրոպան կարող է վճարի դրա համար զենքը կտան։ Մյուս կողմից մյուսները ՆԱՏՕ-ի մյուս անդամները արթնացան եւ հասկացան իրենց վիճակը ինչա։ Այս բոլորի հետ միասին տեսնում են նաեւ ինչա կատարվում Ռուսաստանի մեջ։ Տնտեսությունը շատ վատ է, քանդվում է այս կողմում, NDS-ը, tax-ը, value added tax-ը, VAT tax-ն ասում դրան, անգլերենով էլ բարձրացրեցին 2%-ով, այսինքն հարկերը այս որոշ անգամ են բարձրացնում, ողջ ժողովրդի վրա փաստորեն, որովհետև փող չկա։ Այո, պրիմիտիվ զենքեր կարող են սարքել 100,000-ներով, բայց էլի կյանքերի եւ էկոնոմիկայի հաշվին։ Եվ այն դեպքում, երբ որ դու չունես իրական դաշնակիցներ, արդյունքը շատ լավ չի լինում, վիճակը է դա։ Հիմա կտեսնենք ուր է գնում այս բոլորը եւ ինչքանով սա լուրջ արդյունք կունենա մոտ ապագայում, հեռու ապագայի մասին կասկած չկա, գիտեն ուր է գնում սա, բայց մոտի մասն ենք խոսում։ Այնտեղից կերևա։ Մի հատ ուրիշ բան էլ ասեմ, վերջում, ստերեոտիպ ամերիկան առանձին խոսակցություն է տանում Բելարուսիայի հետ։ Եվ պարզա, որ ինչ որ արդյունքի հասնում են, փորձելով Բելարուսիային, ոնց ասեմ, մի քիչ կարողանան անկախացնեն, հա, մեղմ ասած, Պուտինից կամ Ռուսաստանից։ Քանի որ սանկցիաները Բելարուսիայի վրա որ կային, ինչպես նաև Ռուսաստանի, այդ Բելարուսիայի վրայից սկսեցին հանել։ Հենց այստեղ այդպես բան չի արվում։ Դա նշանակում է ինչ որ համաձայնության եկել են, ինչ որ մի բան կատարվում։ Դրա օրինակներից մեկը երևի է, որ հենց ինքը Բելարուսյան խփեց մի երկու հատ ռուսական դրոն, որ Բելարուսիայի վրայով թռնում էր դեպի Լեհաստան։ Ցույց տալու համար, որ երբ որ իմ երկրի վրայով ուզում ես կռիվ անես, մի հատ կոնի հարցրու, ինքնագլուխ տես բաներ մի արա։ Այստեղ բան չի, հասկանալի է մենք ինչ որ բարեկամներ ենք եւ այլն, մա կարող ասա արևոտքի նկատմամբ ինչ որ բաներ ուզում ցույց տալ Լուկաշենկոն, բայց հետաքրքիր է, որ նախ սանկցիաներ են հանում, երկրորդ իսկ դա հենց տեսել նորից եմ ասում, չի լինում, ուրեմն խոսակցությունը գնում է եւ դա շատ կարևոր հանգամանք է։ Եվ Ուկրաինայի համար, եւ հենց իրաց Բելարուսիայի համար, չասեմ Ռուսաստանի համար, եւ այդ էլ իր հերթին երևի ազդեց Ռուսաստանի այս դիրքորոշումը մեղմացնելու մեջ։ Դա իհարկե տալիս է հակին բաց զգացմունքներ Ռուսաստանի ասի մաստով, բայց Ռուսաստանի Պուտինի այն հիշում եք ճաղի մեջ, երբ որ ինքը ասեց, որ երբ որ ամեն ինչ լավ է, ամեն ինչ հանգիստ է, ձանձրալի է մարդիկ զաստոյ է գնում, ասում է սուշն, պետք է դիվիժուխա լինի, շարժում լինի, հա, մերտես եւ ինքը սարքեց էս, yani էս պատերազմը, էս է, որ պետք է լճացումից դուրս գա։ Իհարկե ստացավ ինչ որ ստացավ ինքը, եթե կարծում էր այսպիսով պիտի քո հասարակությանը ինչ որ entertain անես, ուրախացնես կամ արթնացնես, տեսանք ինչ եղավ, բայց ինքը իր ուզածը ստացավ, ոնց ասում են, շատ ավելի քան թե սպասում էր։ Իր գլխի մեջ Պուտինը միշտ խնդրեմ ուներ այն հանգամանքի հետ, որ սովետական միությունը չկա։ Բարձր ինքն էլ ասում է, դա ես նորություն չեմ ասում ստեղ։ Իրա մոտ շատ մեծ խնդրեմ դարձավ, երբ որ Միացյալ Նահանգների National Security Strategy-ն գրվեց, որ Չինաստանն է հիմնական օպոնենտը եւ վտանգը Միացյալ Նահանգների համար, ոչ թե Ռուսաստանը, ոչ թե terrorism-ը։ Երբ որ terrorism-ն էր դա պարզ է, terrorism-ի դեմ բոլորը պետք է զգուշ լինեն, կռվեն եւ այլն, ինքը դրա հետ ոչինչ։ Հələ դեռ մի կերպ դիմանում էր, բայց երբ որ վերադարձավ Ամերիկան եւ terrorism-ը հանեց ու դրա փոխարեն ասեց, որ Չինաստանն է մեր գլխավոր մրցակիցը եւ պոտենցիալ թշնամին, հա, հակառակորդը։ Դա Պուտինի ներվերի վրա լուրջ ազդեց։ Իրան պետք էր մի բան անպայման խառնի, որպեսզի ինքը ասի ես կարևոր եմ։ Այդ ամբողջ
Вторая армия мира, չգիտեմ ինչ, երբեք չէր ասում, առաջին բանակը ով է, բայց չէր կարա ընդունել, որ Չինաստանը պետք է Ռուսաստանից ավելի առաջ լինի։ Եթե Ամերիկան Չինաստանն է համարում, նշանակում է ինքը երրորդ տեղ է գնացել, արդեն երկրորդ էլ չի սկի։ Իր համար դա շատ ծանր էր այդ գլխի մեջ։ Բայց այս ամբողջի էֆեկտը այն եղավ, որ ինքը հիմա երրորդ էլ չի։ Բոլորը հասկացան, որ ինքը թղթեվագր չի, ինքը ես չբանամ, թղթե արջել չի, էլի։ Այսինքն կարծիքը, որ համատարած բոլորի մոտ, հենց Տրամպի մոտ, որ Ռուսաստանը մի մեծ հզոր, չգիտեմ, անծայրածիր մարդիկ խառնում են տերիտորիայի մեծությունը եւ իրական պետական հզորությունը իրար հետ, կարծես թե դրանք հոմանիշներ են, այդպես չի իհարկե։ Քարտեզի վրա քարտեզն էլ գիտեք, չէ՞, որ պրոյեկցիայի պատճառով այդ հյուսային ամբողջ կիսագունդը շատ ավելի մեծ է երևում, քան թե իրական ինքը կա։ Դա որ քարտեզի վրա նայում են Գրենլանդիան Աֆրիկայի չափ է, այդպես չի իհարկե, Աֆրիկան մեծ կոնտինենտ է, այստեղ կղզի անտամենը, բայց քարտեզի մարդիկ այդ չեն կարողանում իրապես հասկանան, որ այդ ամբողջ Ռուսաստանը, որ քարտեզի 2/3-ն ամբողջ հյուսային մասը վերցրած դա իսկապես նախ այդքան չի, երկրորդը դա ոչ ման չի նշանակում։ Դա դատարկություն է, բնակչության մեծամասնությունը 80% համարյա ապրում է եվրոպական մասում։ Իսկ մնացած ինչ որ կա այնտեղ նախկին սովետական ներդրումներն են, որը տարիների ընթացքում փտում են, քանդվում են։ Հիմա այս գաղափարը իրանք վերջապես հասցրին բոլորի ուղեղի մեջ։ Շնորհակալություն Պուտինին դրա համար, պետք է իր համար արձան դնել Եվրոպայում, որ եվրոպայական գլխի մեջ սա վերջապես մտավ, վերջապես բոլոր աշխարհը հասկացավ ով է, ով ինչքան ուժեղ է, ով ինչ կարող է իսկապես արտադրի եւ այլ եւ այլ։ Այդ բոլոր հին սովետական ժառանգությունից մնացած այդ քաղաքական պատկերացումները Պուտինը հաջողությամբ քանդեց։ Դա եմ ասում, երևի պետք է Կիևում իրան արձան դնել դրա համար։ Տարիների ընթացքում ինքը իրապես հերոս լինելու այդ իմաստով ճակերտավոր Ռուսաստանում չգիտեմ ինչ են դնելու իր համար, դրանից 20 տարի հետո, երբ որ այս ամբողջությունում են թոզենստի մի հատ փոշին պայթունից հետո որ գալիս է, այդ հաստատ լավ բան չի լինելու Ռուսաստանում։ Բայց սա բացարձակ ճշմարտություններ բացահայտեց իր այս ամբողջ սարկած այս պատերազմով, իր ուզած մեգալոմենիայով, որ ուզեց իրան մեծացնի եւ իր երկիրը ինչ-որ ավելի կարեւոր դարձնի, դեռ չդարավ միայն հակառակը։ Հիմա սկսել են Ռուսաստանից եւ ասում են բան, սկսել են փող անել, փախցնել, այն որ վախեցան, ստիպում էր որ ձեր փողերը բերեք միլիոներներ եւ այլն, հիմա փորձում են ամեն կերպ դուրս անեն, որովհետեւ բանկերը բարձր կարող է միանգամից սառեցնեն կողնեցածը, արդեն բանկերում դրված փողը տարբեր պատճառներով կարող են սառեցնել։ Օրինակ, համար դու մի քիչ փող ուզենաս հանես, սակայն բանկերը ասում են, որ մենք կասկածում ենք, որ ստեղ ֆրոդ կա, այսինքն մեկ խարդախություն կա, մեկը քեզ ուզում է խաբի, քո փողերը ուզանում է գողանա, մենք սառեցնում ենք քո հաշիվը։ Դու գնա ասա, որ չէ, ոչ մի բան չկա, այդ ես էի, կտևեն ամիսներ։ Մինչև դու չես կարողանում քո փողին ձեռք տաս, չես կարողանում վճարումներ կատարես, ընկնես ֆինանսական խայտարակ վիճակի մեջ, ոչ էլ կարող ես փողը մի բան անես, ծախսես։ Բայց երբ որ այսպիսի օրենք անցկացրեցին Ռուսաստանում, որ կարող են ուզած ժամանակ առանց դատարանի որոշման, առանց ոչինչի, բանկը իր ցանկությամբ ինչ որ մեկի հաշիվները սառեցնի եւ թույլ չտա, որ նրանք իրենք կարողանան իրենց փողը մարդ չի ուզում բանկում փող պահի։ Ո՞վ ուզում տեն ժամանակ փող պահես բանկում, որպես ինչ։ Իսկ եթե չես պահում, որտեղ ես պահելու։ Մատրասի տակ։ Ուրեմն սկսվեց շարժում մարդիկ փողերը ինչքան կարողանում են կամած տարբեր պատրվակներով, բաներով հանեն, նոր ներդնումներ չանեն եւ փողը երկից դուրս հանեն կամ պահեն ուրիշ բաներ անեն։ Եվ սա իհարկե էլի մի բան անում ես, մի վարքյան ինչ որ հարց են լուծում, տիպիկ իրանց ձևն է, ասենք Եվրոպային միլիարդներով փող սառեցվեց եւ հանգարց այդքան փող արդեն պետության, ոնց ասում են, տրամադրության տակ է, ծախսի ոնց ուզում ես, հա ինքը։ Հետո գնա թողնա տարիներով դատարաններով քաշկապացի, որ ինքը
ոչ մի բանի տակ չեր ընկած, իր փողը իրան հետ տվեք։ Հետո ասում կլինի տարի հետո պատերազմ չլինի, իմանանք ինչ ենք անում։ Այս րոպեին նկարանք վերցնենք, բայց դրա հետևանքը այն ալը որ ավելի վատանում է ամբողջ երկրում եւ տնտեսությունը եւ մարդկանց հավատքը պետության հանդեպ։ National security են ասում, պետական անվտանգություն են ասում, դրա հիմքում գացա ժողովրդի հավատքը իր պետության նկատմամբ։ Պետությունը ինչ սկզբունքների վրա է աշխատում, ում համար է աշխատում։ Մենչև շատերը քննադատում են ինչ որ կատարվում Ամերիկայում թեկուզ, նրա համար որ դա խախտում է մարդկանց հավատքը պետության նկատմամբ։ Հիմա որոշ բաների մասն եմ խոսում, կարող ենք դա առանձին հաղորդում խոսալ դրա մասին, օրինակի համար քաղաքացիության հարցի մասին։ Եվ նույնիսկ Ամերիկայում ծնված մարդկանց համար որ նոր բան է, էսի բարձրացրել է, բայց դա առանձին հարց որպես։ Բայց իմ ասածն է, որ երբ որ sense բաներ են անում, բանկային հաշիվներ են սառացնում առանց դատական որոշումի, առանց իսկական պատճառների, որպեսզի բյուջետի ասենք ցակերը փակեր։ Դա հսկայական վնասներ է տալիս։ Այս դվիժուխան, որ ինքը սարքել է, ոչ մի բան չի տանում եւ երևի ես նորություն չեմ ասում, արդեն բոլորդ հասկանում եք սրա մասին։ Anyway, այսօր այսքան հեղափոխություն Տրամպի գլխի մեջ, հեղափոխություն հարաբերությունների մեջ Ռուսաստանի իրեն բանակցելու ցանկությունը հանգարց միանգամից մեծացավ եւ հետևանքը եղավ, որ Զելենսկին ստացավ այն զենքերը կամ պիտի ստանա, որոնց մասին ինքը չէր կարող երազել նույնիսկ ընդամենը մի տարի առաջ։ Համենայն դեպս, այսօր այսքանը Վարդան Մարտիրոսյան, DV Talks բաժանորդագրվեք։